Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարգելի գործընկերներ, ֆորումի հարգարժան մասնակիցներ, պատիվ եմ համարում հանդես գալ մի հարթակում, որտեղ համախմբվել են հանքարդյունաբերության ոլորտի մասնագետները, պետական կառույցների ներկայացուցիչները, ներդրողներն ու փորձագետները եւ փոխանցում եմ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի ջերմ ողջույնները, ինչպես նաեւ ներկայացնեմ մեր նախարարության մոտեցումները։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին, քանի որ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի 2025-ը բացառիկ հնարավորություն է բոլորիս համար քննարկելու ոլորտի կայուն զարգացման ուղիները, համադրելով տնտեսական շահերը եւ շրջակա միջավայրի պահպանության բարձրագույն չափանիշները։ Մեր երկիրը հարուստ է բնական պաշարներով եւ հանքարդյունաբերությունը կարեւոր դեր ունի տնտեսության զարգացման համար։ Սակայն ժամանակակից աշխարհում հստակ է մեկ մոտեցում. տնտեսական աճն այլևս հնարավոր չէ պատկերացնել առանց բնապահպանական պատասխանատվության։ Այս ոլորտում մենք պարտավոր ենք ապահովել այնպիսի քաղաքականություն, որտեղ հանքարդյունաբերության յուրաքանչյուր քայլ կատարվում է շրջակա միջավայրի պահպանության, էկոհամակարգերի կայունության եւ հասարակության առողջության առաջնահերթությամբ։ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը հետևողականորեն աշխատում է միջազգային լավագույն փորձի ներդրման ուղղությամբ։ Մենք կարևորում ենք ESG սկզբունքների Environment Social Governance կիրառումը, մաքուր տեխնոլոգիաների ներմուծումը եւ կանաչ ներդրումների խրախուսումը։ Այս մոտեցումները ոչ միայն նվազեցնում են բնապահպանական ռիսկերը, այլև բարձրացնում են Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի մրցակցությունը միջազգային շուկաներում։ Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը 26 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը հյուրընկալելու է կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, COP17-ը։ Սա լինելու է աննախադեպ իրադարձություն մեր երկրի համար, երբ Հայաստանը կգտնվի ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, որպես հարթակ, որտեղ քննարկելու են գլոբալ բնապահպանական առաջնահերթություններ։ Սա մեզ պարտավորեցնում է հանդես գալ առավել պատասխանատու քաղաքականությամբ եւ գործնական քայլերով, այդ թվում հանքարդյունաբերության ոլորտում։ Հատուկ ցանկանում եմ ընդգծել հանրության եւ մասնագիտական համայնքի մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում։ Թափանցիկությունը, հաշվետվողականությունը եւ շահագրգիռ կողմերի համագործակցությունը հիմքեր են, որոնց վրա պետք է կառուցվի ոլորտի ապագան։ Մեր օրենսդրական եւ վերահսկողական քաղաքականությունը շարունակաբար զարգանում է, ապահովելով բաց եւ հավասարակշռված գործընթացներ։ Այսօր հանքարդյունաբերության ոլորտում առաջնահերթ է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման խիստ չափորոշիչների պահպանումը, ջրային եւ հողային ռեսուրսների պահպանությունը, թափոնների արդյունավետ կառավարումը, վերականգնման ծրագրերի իրականացումը հանքարդյունաբերական գործունեության ավարտից հետո։ Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող է դառնալ օրինակ տարածաշրջանում, ցույց տալով, որ հանքարդյունաբերությունը կարող է լինել ոչ միայն եկամուտ ստեղծող, այլև պատասխանատու եւ կայուն բնագավառ։ Հարգելի գործընկերներ, այս ֆորումը մեզ տալիս է եզակի հնարավորություն միասին ձևավորելու հավասարակշռված ռազմավարություն, որտեղ ներդրումները, տնտեսական շահերը եւ բնապահպանական արժեքները համադրված են։ Շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստ է սերտ համագործակցության ապահովելու համար այնպիսի միջավայր, որտեղ հանքարդյունաբերության զարգացումը համատեղվում է Հայաստանի բնության պահպանության եւ ապագա սերունդների նկատմամբ մեր պատասխանատվության հետ։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։